Նախ ընտրությունները ոնց է գնահատում։ Ընտրությունները գնահատում եմ շատ բարձր, կարողացանք լավ քարոզարշավ իրականացնել։ Շնորհակալ եմ բոլոր աբովյանցիներին իրենց ակտիվ մասնակցության համար, որովհետև ես միշտ ամբողջ քարոզարշավի ընթացքում խնդրում էի, հորդորում էի աբովյանցիներին, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան Աբովյան քաղաքի ընտրություններին, որտեղ համոզված էի, որ հենց աբովյանցին իր վստահության քվեով պետք է ընտրել իր քաղաքապետին եւ քաղաքային իշխանություններին։ Գիտեք, բայց ձեր ոչն էլ է մի տեսակ Ծառուկյանի ոչի նմանվում է, ի՞նչ հաշիվ։ Ծառուկյանի ոչը ո՞րն է։ Ես ունեմ իմ ծրագիրը, ես ունեմ իմ ոչը, ու չեմ փորձում ոչ որևիցե մեկին նմանվել։ Ընդդիմադիրները այստեղ բարձր ձայնում են, որ ID քարտերով կրկնակի եռակի քվեարկություններ են։ Ինչի մասին է խոսքը, նայեք, նույնիսկ ընդհանրապես դիմումներ, բողոքներ չեղան ընտրությունների վերաբերյալ, հա, ID քարտերի կողմից։ Եվ մարդիկ ասում են մի Չեմ կարող ասել, եւ մենակ, այսինքն մի թերություն էին գտել, ասում են ինչ-որ տրանսպորտներով մեկ մարդիկ էին բերում ընտրական։ Ասում են հիմնական առանձնահատկություններն էր, որ ներսում հարթ խաղաղ, ամեն ինչ ներսում ամեն ինչը հարթ խաղաղ, պարկասով շատ լրատվամիջոցներ Ասում են Ծառուկյանի Տիկնազորը ունենց լավ ակտիվ բան անում։ Նայեք, պետք չի շահարկել Ծառուկյանի Տիկնազորը։ Գիտեք, իմ հետ աշխատել է լավ թիմ, ես ձեզ ասեմ, եղել են բժիշկներ, եղել են մտավորականներ, եղել են իմ ընկերները, ամեն մեկը ինչ-որ մի մասնագիտության տեր մարդիկ են եղել, հա։ Ուտեց անցած շահարկել Ծառուկյանի Տիկնազորը, ասեք, եթե նույն Ծառուկյանի Տիկնազորը Աբովյան քաղաքի բնակիչներ են եւ իրենց կարծիքը ունենալու կարիք ունեն։ Շտաբի շուրջ պտտվում էին նրանք։ Հասկացա, բայց խիեք դուք, այսինքն ուշադրությունը սևեռել հենց Ծառուկյանի Տիկնազորի վրա։ Ամբողջ օր իմ կողքին եղել է իմ բժիշկ ընկերը, հա? Այդ ձեր կողքին, իսկ ժողովրդի հետ աշխատում էր Ծառուկյանի Տիկնազորը։ Դասախոսներ, ժողովրդի հետ չէ ինչ եք ասում, մենք լավ քարոզարշավ ենք իրականացրել, 30-ից ավելի բակային հանդիպումներ են ունեցել։ Ու կարծում եմ նաև դա իր արդյունքը տվեց։ Իսկ նա ուրա ապագայում էլ մասպետ դառնաք։ Ես չէ, կարծում եմ, որ ես քաղաքապետարանը դեռ շատ անելքներ ունեմ։ Իսկ այսօր եկել եք ունեմ ծրագրեր, տեսլականներ, որ արդեն բացահայտել եք, որ այն չի։ Այդ խնդիրները բազմազան են կուտակված։ Բնակֆոնդի լուրջ խնդիր ունի Աբովյան քաղաքը, քաղաքաշինական, ռոռոկման ջրի համակարգ, ջրահեռացման համակարգ, ու հիմա խոսել, ասենք, որն է առաջնայինը, որ առաջի հերթին քաղաքապետը ինչով զբաղված է։ Այք չասենք նախորդը, նախորդները։ Բոլոր քաղաքապետերը, ասենք, ունեցել են իրենց ձեռագիրը, հա, բոլորն էլ ինչ-որ լավ ավանդույթներ են ձևավորել, ու եթե կան դրանք, ես պատրաստ եմ դրա կրողը եւ շարունակողը լինել։ Բայց ես ունեմ իմ ծրագիրը, իմ տեսլականը, ու ես համոզված եմ, որ համագործակցելով մարզային իշխանությունների հետ, կառավարության հետ, ինչու՞ չէ նաև միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ ես շատ ծրագրեր Աբովյան քաղաքում կերտեմ։ Ես ուրեմն առաջի գումարումից աշխատում եմ խորհրդարանում ու երբևիցե կուսակցական չեմ եղել։ Այսօր եկել եք դիմում գրեք հեռանակ, թե արդեն գրել եք։ Դե դեռ ես էլ այստեղի աշխատող եմ, քանի որ չեմ ստանձնել իմ պարտավորությունները։ Եկել եմ իմ աշխատանքի վայր։ Իսկ կուսակցական չեք պատրաստվում դառնալ։ Առաջիկայում իմ առջև նման խնդիր դրված չէ։ Կարծիք կա, որ ձեր ընտրությամբ Աբովյանում Կարծիք կա, որ ձեր ընտրությամբ Կոտայքում Ծառուկյանը ամբողջացրեց իր իշխանությունը, Փեսան, Մարզպետ։ Գիտեք, ուրեմն համառորեն ինչ-որ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ Ծառուկյանը ընդհանրապես այս ընտրությունների հետ կապ չուներ։ Սա եղել է բացառապես։ Ես ուրեմն այդ հարցը երևի ձեզ մի անգամ պատասխանեցի, դուք անդադ տանում եք այդ ուղղությամբ։ Էդիկը իմ ընկերն է, Աբովյանցի, հա։ Այնտեղ եղել են նաև մյուս ընկերները եւ համախոհները։ Ու կարծում եմ Ու կարծում եմ մենք 100 պատշաճ լավ քարոզարշավ արեցինք, մեր ծրագրերը ներկայացրեցինք աբովյանցիներին։ Ես հենց սկզբից խնդիր էի դրել, որ ասիկան մյուս տեխնացուներին չեմ փնովելու, հա, անձնական վիրավորանքի դաշտ չեմ իջնելու, որտեղ դա իմ ոճը չի, որտեղ ես համոզված էի, սպասեք ավարտեմ, որ ուրիշներին փնովելով, ուրիշների հոխորտ տալով, հա, ես վարկանիշ չէի հավաքի։ Ու դրա արդյունքը նա եղավ ընտրությունների արդյունքը։ Էձիկը իմ ընկերն է։ Այսօրտեղ է շարունակել եք Էձիկի հետ աշխատել։ Աշխատել։ Էձիկը իր աշխատանքը ունի, ինչի մասին է խոսքը։ Ձեզ չի աջակցելու, չի օգնելու, ինքը Ծառուկյանը չեն օգնելու։ Ընկերական մարդկային հարաբերություններում կաջակցի, ինչպես ինձ աջակցում են մյուս իմ բոլոր ընկերները։ Ու իմ ընկերները ունեն տարբեր մասնագիտություններ, բժիշկներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ։ Այ, ուրեմն մյուս տեխնացուների հետ ես բոլորի հետ նախկինում շատերի հետ ունեցել եմ ջերմ մարդկային հարաբերություններ։ Ու Աբովյան քաղաքում ինձ համար յուրայիններ եւ թշնամիներ չկան, հա։ Ու ընտրվելուց հետո ես Աբովյան քաղաքը, այսինքն համոզված եք, որ արդեն ընտրվել եմ, որ ինչի մասին կբարձր շնորհակալություն։
Բայց շնորհավոր եմ, Շնորհավորել են, թե Մենք չէ, դեռ չենք խոսում։ Իսկ գիտեք ակնարությունները որտեղ ասում են որ չկա կորելա Գիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Աբովյանի Փոքրիկ քաղաքացիա կորել է ո՞նց է գուցե Դրա համար իրավապահ մարմինները թող զբաղվեն, ես ի՞նչ կապ ունեմ։ Քաղաքային իշխանությունները որտեղա ձեր մրցակիցը վերջը։ կան իրավապահ մարմիններ, քաղաքային իշխանությունների հետ դարած հա։ Հա, պարոն Կարապետյան։ Հիմա քաղաքապետարան Պալաչը ունի ավտոբուսի գծեր, Ծառուկյանը ինչ-որ ժամանակ խոչընդոտում է դրա աշխատանքը։ Լավ, վերեք ավարտենք, վերեք ավարտենք։ Դե որ դուք տեղյակ եք, որ ձեզ հետ շրջող անվտանգության աշխատողներ սպառնացել են այդ օրը լրագրողը։ Ես անվտանգության աշխատողներ չունեմ։ Ձեր ինչև է ձեր հետ Լավ, վերեք Իսկ ինչով եք պայմանավորվում, որ Չարիկի իշխանության դեմ պայքարում իշխանություններում Չարիքի մաս կազմում։ Իսկ դուք ժամանակին պայքարել եք Չարիկի իշխանության դեմ Ներողություն, մի վարքան էլի մի խնդրում եմ, մի վարքան։ Չարիկի իշխանության դեմ այն ժամանակ Վերեք ես պայքարել արդեն եք պատասխանեմ ու ես ավարտեմ։ Ես ասեցի ձեզ, ուրեմն նաև ասում եմ այն մարդկանց համար, ովքեր ներկա չէին։ Ես առաջի գումարումից աշխատել եմ խորհրդարանում, եղել եմ ազգապաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ։ Եվ վերջի 2 տարին աշխատել եմ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովում։ Երբևիցե կուսակցական չեմ եղել։ Հա, աշխատել եմ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, բոլորի հետ ունեցել եմ ջերմ գործընկերային հարաբերություններ, նաև քաղաքական դեմքերի հետ ջերմ մարդկային հարաբերություններ։ Ու հավատացած եղեք, որ այդ մեծ մարդկային ռեսուրսը ես վաղը կծառայեցնեմ Աբովյան քաղաքի համար։ Վերեք Ձեր Սարգսյանացրը Գագիկ Ծառուկյանը Չարիք է։ Կրկնակի կամ երակի քվեարկություն իրականացնել։ Ամեն մարդ ընտրում է իր փոխարեն։ Եթե մարդը ID քարտով ընտրել է, հետո ոնց կարող է անձնագրով նոր ուրիշի անհասկանալ է։ Չէ, դա ուրեմն ես ձեզ ասեմ, հենց ի սկզբանե մարդիկ փորձում էին միֆ ստեղծեին, որ Աբովյանում լինելու են կեղծիքներ, հա։ Բոլորն էլ տեսան, որ Աբովյանում շատ քաղաքակիրթ ընտրություններ կատարվեցին։ Ու տարան համոզիչ հաղթանակ ամբողջ թիմով, ամբողջ համախոհների մեծ բանակով։ Ինչի համար շնորհակալ եմ ես Աբովյանից։ Ծառուկյանը հանդիպել եք ընտրությունից հետո։ Իմ հաղթանակը չի շարունակվել։ Մենք տարանք համոզիչ օրակերտիկներ։ ID քարտերի մասով։ Ես ասում եմ նման, ես առաջ անգամ ձեզ Օրինակ անցնում երկրի եմ։ անդիմադիր կուսակցություններն են դարձածում։ Ամենայն դեպս ես նման ինֆորմացիա չեմ Իսկ տիրապետում, ընտրությունից հետո շնորհակալություն։ Ծառուկյանը հանդիպել եք։ Ծառուկյան չի։ Ոչ չեմ անում։ Չի շնորհավորել ինքը ձեզ։ Ծառուկյանը։